Եթերում պրես կենտրոնն է, բարի երեկո։ Մինչ մասնագիտական եւ հանրային շրջանակները գաղտնազերծում եւ այս օրերին քննարկում են Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված $750 միլիոն ծավալով եվրապարտատոմսերի թեման, մեկնարկել է գյուղատնտեսական սեզոնը գյուղ ոլորտում առկա խնդիրներով հանդերձ։ Ուստի այսօր իմ գործընկեր Միքայել Մելքումյանի հետ նոր պրոյեկտ տնտեսական ալիք նախաձեռնության շրջանակներում քննարկումը նվիրում ենք եվրապարտատոմսերից մինչև գյուղատնտեսություն եւ ոչ միայն։ Հարգելի գործընկերներ, իհարկե ես ուզում եմ միջև բուն թեմային անցնել ասել, որ շաբաթվա ընթացքում գերարդիական թեման դա արտաքին քաղաքական հարցներ, հա, մենք բոլորս գիտենք թե ինչ է կատարվում այս հարաբերություններում Ադրբեջանի հետ եւ ընդհանրապես խաղաղության հետ կապված ինչ կարծիքներ կան, բայց ուզում ասեմ, որ այո, արտաքին պարտքը ուրեմն անցավ 13 միլիարդ դոլարը, սա արդեն, ինչպես ասում են, մի հոբելյանական շեմից բարձր է, եւ այդ կոնտեքստում իհարկե մենք քննարկենք եվրապարտատոմսերի խնդիրը ոչ թե ծավալի մեջ է, այլ խնդիրը այն տոկոսադրույքի տոկոսի մեջ է, 7.1%, որ ինչպես վերջին այս վիճակագրական ցուցանիշները ցույց են տալիս, մոտ է միայն Կոտ դ'Իվուարի հետ, աֆրիկյան այդ երկրի հետ, մնացածները ինչպես արդեն հրապարակվել է բավական ներո 3%, 3.5, 4, բայց 7.1-ը դա շատ վերին շեմ է եւ միգուցե մենք արդեն մեր գործընկերների հետ անդրադառնանք այս հարցին։ Ձեր թույլտվությամբ ներկայացնեմ հյուրերին, Այլընտրանք հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյան, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյան, գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյան, պարոնայք, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Մանասերյան, թերևս սկսենք ձեզնից, հա, այս եվրապարտատոմսերի թեման արդյոք իրապես նոր պարտքի գեներացում է, ինչպես այս օրերին քննարկվում է, թե հակառակը, որոշ փորձագետներ էլ պնդում են, որ սա ֆինանսական հաղթաթուղթ է եւ նոր ձեռքբերում է մեր երկրի համար։ Նախ շնորհակալություն հրավերի համար, միանգամից ուզում եմ երևի կատեգորիկ հնչի ես գնահատականը, բայց եթե որևէ մեկ ասում է ռեկորդային, չգիտեմ, հաղթաթուղթ եւ այլն, ապա դա տկարամտության հաղթաթուղթ է եւ անպայման կփորձեմ հիմնավորել։ 13 միլիարդ դոլար արտաքին պարտք, ընդհանուր պետական պարտքը։ Հիմա դա շատ է թե քիչ, մենք կարող ենք պարոն Մելքումյանի հետ երկար դա քննարկել, բայց դրանում չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ ինչու տկարամտության։ Գրեթե 16 միլիարդ դոլարի է հասնում Հայաստանի Հանրապետությունում ազատ այն դրամական միջոցները, որոնք բանկերում են, ավանդների տեսքով։ Եթե սխալվում եմ, որևէ մեկ ինձ ուղղեք։ Այսինքն մենք ունենք պետական պարտքից ավելի ազատ դրամական միջոցներ, մենք մեզ դրել ենք խեղճ ու կրակի տեղ, երկու ձեռքերս պարզած, մի ձեռքով արտաքին պարտք ենք վերցնում, մյուսով ներքին պարտքն ենք ուզում ավելացնել։ Ուզում եմ սա արձանագրենք, սա թիվ 1։ Այսինքն այնքան ապաշնոր ենք իբրև պետություն, որ չենք կարողանում մեր իսկ ռեսուրսները մեր կարիքների համար օգտագործենք։ Ընդ որում այն տոկոսը, որ արդեն նշվեց, 7.1%, դրանից ավելի ցածր տոկոսով ավանդները, այսինքն դոլարով կամ եվրոյով ավանդները սպասարկվում են բանկերում։ Այսինքն դրանու համար նույնիսկ տնտեսագետ պետք չի լինել, պետք չի գիտական կոչում ունենալ, պետք չի պաշտոն ունենալ։ Ընդհանրապես պետք է հասկանալ պարզ մարդկային բանականությամբ, կարելի է այդտեղից մի քիչ ավելի շահագրգռելու համար, ասել մենք ձեզ առաջարկում ենք օրինակ 1% ավել, ընդհանրապես ինչ որ բանկում է դրված, մեծ ուրախությամբ ավանդատուն իր պետությանը կծառայեցնի դա, իմանալով որ մի բանով օգտակար է լինում։ Այսինքն այս աստիճան տկարամտություն ես չեմ պատկերացնում։ Եվ անընդհատ վախի մեջ, որ ումից վերցնում ենք, նրանք է պայման են։ Կներեք, ձեր միտքը մտապահեք, կշարունակենք քիչ հետո, երբ որ այդ տոկոսների մասին խոսեցիք, այսպես ասենք, այո, արտաքին պարտքը ամբողջական 13 միլիարդը արդեն անցել է եւ դրա մոտ 60%-ը դա ներքին պարտքն է։ Նախկինում Հիմա ես դրան եմ գալիս։ Հիմա ես դրան եմ 6 միլիարդ։ Հեսա ես մի ասեմ, հետո դուք գեներացնեք հաջորդ դրույթը տեսեք, այսինքն նախկինում արտաքին պարտքն է ավելի մեծ եղել եւ ցածր տոկոսադրույքով, բավականին ցածր։ Դա նշանակում է, որ այդ տիպի տոկոսներով ցածր այլևս մենք չենք կարողանում ներգրավենք, իսկ պետական բյուջեի ծախսերը
թեր համալրվում են, անցյալ տարին իմացանք 223 միլիարդ, հիմա էլ այդ շարունակվում է, հեսա նաև փետրվարի մուտքերը կլինի, եւ այդ պարագայում տեսեք, որ մենք ասում ենք տոկոսով տանք, իսկ պետական կարճաժամկետ եւ միջնաժամկետ պարտատոմսերը, որ բանկերն են առնում, 13-14%։ Հիմա տեսեք, եկեք մի հատ պարզ է սխեման, 13-14% ներքին պարտատոմսեր, 7-1% եվրո բոնդեր կամ եվրո պարտատոմսեր եւ 3-ից 3.3% ավանդի տոկոս դոլարային։ Ես հենց դրա մասին եմ ուզում խոսել։ Տեսեք, այս ամբողջը փոխկապակցված է։ Փոքր կոմպակտ տնտեսություն ունեցող երկրում եւ ֆինանսական շուկա փոքր մասնակի կայացած, մասնակի չկայացած, այսինքն վարկային շուկան կայացած է, արժեթղթերի շուկան ընդհանրապես չունենք, հա, ինստիտուցիոնալ հիմքերը կան եւ այլն։ Հիմա ի՞նչն է խնդիրը այստեղ։ Շատ պարզ է, չէ՞, որ փող չկա բյուջեում։ Ես ես ուրիշ թվեր եմ հրապարակել։ 2024 թվականի սեպտեմբերին փոքր երկիր ենք։ Ոնց էլ սև ու սպիտակի բաժանենք, մենք մեր բարեկամ ընկեր, մանկության ընկեր կամ չգիտեմ ասպիրանտ, ուսանող ունենք ամենուր։ Ամենուր։ Եվ մարդիկ ասում են, պետական կառույցներ կան, որտեղ սեպտեմբերին սպառվել էր բյուջեն։ Այսինքն իրենք 3 ամիս չգիտեն ինչի հաշվին են ապրելու։ Ես այս փաստ եմ բերում։ Այսինքն ուղղակի փող չկա բյուջեում։ Պետական պարտատոմսերը հիմա երկրորդ շփոթի մասին, երկրորդ պարադոքսի մասին ասեմ։ Առաջինն ասացի, ավելի շատ փող ունենք, քան մեր պետական պարտքն է։ Ճիշտ նշվեց։ Առաջ արտաքին պետական պարտքերը շատ առյուծի բաժինն է։ Այո։ Հիմա ավելացավ։ Այն ինչ որ անում է այսօր ֆինանսների նախարարությունը, կառավարությունը բնականաբար 750 դրա անունը որևէ մեկը ստեղ նստածների ուզում եք միակ ակադեմիկոսին հարցրեք Հայաստանի Հանրապետության տնտեսագիտության գծով ինքն էլ ձեզ չի կարող պատասխանել դա ներքին պարտք է թե արտաքին պարտք է գիտեք ինչի շիլաշփոթ է ստացվել պարտատոմսը ներքին պարտատոմսը իր էությամբ նոմինալ բայց ինքը եվրոպարտատոմսը որտեղ դուրս է գալու երկրից դուրս մենք տրամաբանություն ունենք չէ փոքր հասկանում ենք որ դրսում վաճառված արդեն արտաքին պարտք է այսինքն գործիք է Հայաստանի դեմ պետք եղած ժամանակ այդ թուղթը ցույց տալու դուք պարտքեք այսքան գումար սա վերածվում է ըստ էության արտաքին պարտքի ճիշտ այնպես ինչպես ներքին պարտատոմսերի մեծ մասը զգալի մասը չասեմ մեծ մասը հիմա մենք ձեզ հետ միասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք հարց եմ ուզում տալ որևէ մեկը ունի պետական պարտատոմսեր չունենք եւ չենք կարող բանկերն են առնում, ապրեք բանկերն են ամբողջապես հարստացնում են բանկերին, այո եւ բանկերի եթե ուշադրություն դարձնեք 80% եւ ավելին ստուգեք թվերը արտաքին արտերկրի կապիտալ է հասկացաք որ ելի արտաքին արտերկրից կախվածության մասին եք խոսում տնտեսական անվտանգության առումով լրջագույն սպառնալիքների մասին ենք խոսում եւ մենք հասարակ քայլեր չենք անում։ Պարոն Մանասարյան, քանի որ մենք խոսեցինք վարկերի ծավալի, դուք ճիշտ նշեցիք, այսօրվա իհարկե մեր թեման չէ Տիկինսյան, բայց երկու խոսքով անդրադառնանք եւ անցնենք գյուղատնտեսությանը։ Տեսեք, պարոն Մանասարյան, հիմա անընդհատ այսպես հաշվարկում են, չէ՞, հարկեր հնա, ներդրումներ հնա, արտաքին պարտ, պետական պարտ հնա տոկոսը, բայց չեն ասում վարկեր հնա, օրինակ ինչքան է, որ մենք հասկանանք բայց մենք գիտենք, չէ, հաշվարկում ենք ավանդներ հնա, որոնք մոտ են իրար, մոտավորապես եթե այսպես ասենք 10.5 տրիլիոն դրամ մեր համախառներքին արդյունքը 5.6 տրիլիոնի կարգի մենք ունենք ավանդներ եւ վարկեր, նո մոտ 200-300 միլիարդով են ավանդները ավել, ասենք ավանդը ներգրավում է, իր տոկոսը դնում է բանկը, հետո, բայց տեսեք որն է այստեղ խնդիրը, բայց չենք ասում թե այդ վարկերի որ տոկոսը ինչ վարկեր է։ Օրինակ դրանց 52%-ը դրանք ուրեմն սպառողական վարկեր են։ Այդ 6 տրիլիոնի, դրանք 44-5%-ը դրանք հիպոթեկային վարկերն են։ Եվ միայն տնտեսության իրական սեկտոր, ասենք արդյունաբերություն, գյուղատնտեսություն, քիչ հետո խոսենք եւ շինարարություն, շատ հիպոթեկա շինարարության մասը, իրական սեկտոր շատ փոքր, երևի գնում է մի քանի 100 միլիարդ դրամ։ Այսինքն սա ցույց է տալի
Չէ՞ որ այդ վարկերը պետք է գան սպասարկեն տնտեսությունը որ աշխուժանա եւ ռեսուրսներ կան բյուջե, այսինքն այս ամբողջ շղթան ինքը փաստորեն չի սպասարկում իրական հատվածին։ Չի ինտեգրված, տնտեսությանը չի Եվ ինտեգրված։ մի թիվ էր հետարքիր ասեմ, բայց ավանդների մասին խոսեցինք եւ վարկառների թվականակը 2.3, 2.4 միլիոն միավոր վարկ կա։ Վարկառու չասեմ, որտեղ մի մարդը կարող է մի քանի վարկ ունենա։ Որից 200,000-ը անհույս է։ Այո, եւ մենք եւ մեկ այլ բան, բայց այդ ավանդների եւ վարկին ու ավանդների մասին ասեմ, մոտավորապես 98.5%-ը փոքր, միջև 15 միլիոն դրամ ավանդներն են, որի շեմը մենք սահմանել ենք 15-17 միլիոն, որ բանկի սննկացման դեպքում ինքը կարող է ուրեմն փոխհատուցում ստանալ։ Ապահովագրման մասին։ Այո, այդ օրենքի հեղինակը նաև մենք ենք եղել, գիտեք, Տիկին Իսայան ազգային ժողովում փոխհատուցման շեմի բարձրացման մասին, բայց իսկ հետ գալով ասեն, որ այն 1.5% ավանդների, ուրեմն ընդամենը թվականակով 1.5%-ը, ուրեմն Իրանից ներկայացնում է ամբողջ ավանդների մոտ 54-55%-ը։ Այսինքն բազմահազար, 100 հազարավոր մարդիկ ունեն փոքր ավանդներ եւ հակառակը 1.5%-ը ունի շատ մեծ ավանդներ։ Սա է բևեռացման մասին, որը իհարկե մենք այսօր հետագայում մենք քննարկենք։ Վարկերի տեղաբաշխումը։ Այո, այո։ Ինչև է, ահա։ Եվրատոմսերի, հա, այդ պարտատոմսերի թեման փակելու համար, պարոն Մելքոյան, ես այստեղ դուրս եմ բերել ուրեմն տվյալներ, փաստորեն սա 5-րդ թողարկումն է Եվրապարտատոմսերի եւ որպեսզի օբյեկտիվ լինի մեր զրույցը, հա, եկեք անդրադառնանք նաեւ նախորդ դեպքերին, որ սա բնորոշ չէ միայն այսօրվա իշխանություններին։ Դուք վերլուծեք մնացածը արդեն կասեք ինքներդ 2013 թվականին $700 միլիոն 6%-ով 2015-ին $500 միլիոն 7.5%-ով այսինքն 7.1-ից բարձրել է հա եղել 19 թվականին $500 միլիոն 4.2%-ով եւ 21 թվականին $750 միլիոն 3.8%-ով եւ արդեն 25 թվականին այսինքն սա նոր երևույթ չէ պարզապես վտանգավոր է այն պարտքի չափը, որ մենք ունենք, ես ճիշտ հասկացա, եւ սրանով էլ ավելի ենք այդպես փորձում, ահա, խնդրեմ։ Չհամաձայնեմ, ամենայն հարգանքով։ Նախ եւ առաջ ինքս որևէ իշխանության գլուխը չեմ շոյել, ոչ էլ պատրաստվում եմ այդպեսի բան անել։ Արհեստավարժ մարդը փորձագետը պետք է օբյեկտիվ լինի։ Սկսվել է վաղուց, բայց չափը չի մեզ համար անհանգստացնող։ Սպասարկման բեռն է ավելանում։ Ձևավորումից սկսած սահմանադրական նորմեր կան, ինչպես է ձևավորվում պետական պարտքը, հատուկ օրենք ունենք, օրենքներ ունենք, որտեղ դա ամրագրված է, եւ ինչպես պիտի կառավարվի։ Մեր մոտ այսպես շուռ տված է ամեն ինչ։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Նախորդ բազմաթիվ իշխանություններ ոտնահարել են այդ օրենքը։ Ձևավորումից առաջ գործադիր իշխանությունը պիտի դիմի խորհրդարանին հիմնավորումներով, որ մենք չենք կարողանում այս անհրաժեշտ ծախսերը, առաջնահերթությունները ծածկել մեր եկամուտների հաշվին։ Հիմնավորումներից հետո ստանա հավանությունը գնա բանակցելու։ Ես չեմ հիշում այդպիսի դեպք, մենք 3 էլ օրենսդիր ենք եղել։ Հիշում եք այդպիսի դեպք, որ գործադիրը գա, ասի՝ «Սիրելի օրենսդիրներ, մենք ներկայացնում ենք ձեզ նպատակահարմարությունը հաստատեք, արդյոք մեզ պետքա, չգիտեմ, այսինչ նպատակի համար պարտքը չի եղել, արհամարել են բարձրագույն մարմինը, օրենսդիր մարմինը, եւ հիմա շարունակում են այդ վատ տրադիցիան։ Երկրորդ, ձևավորումից հետո, հաստատումից հետո բանակցությունները հայտնի չի ինչպես է վարվում եւ ինչ նպատակահարմարությամբ։ Եղել է 2008-9 թվականներ, երբ որ Ռուսաստանից կամ IMF-ից, World Bank-ից վերցել են գումարներ, այնպես գումարներ, որ շշմելու է, տոկոսադրույթներ անգամ համադրելի չեն։ Էս էլ դնենք մի կողմ։ Երբ որ գալիս ենք սպասարկման, պատգամավորը հարցում է անում կառավարությանը, ինչպես եք օգտագործել, չկա պատասխան։ Արդյունավետությունը երրորդ կարևոր գործոնն է ինձ համար, տնտեսագետի։ Ոչ, եթե կա հաշվարկ ասեք, չի, այսինքն քաղաքացին հարկատուն, որը սպասարկում է պարտքը, վերցնում է պետությունը, փոքրականակ մարդիկ։ Սպասարկում ենք մենք ձեզ հետ միասին, որոնց արհամարում են կարծիքը։ Հետո մեկ էլ ընտրություններին կհիշեն, կսկսեն ինչ-որ հիմար թեզեր բերել առաջ, բայց մենք այդպես է տեղյակ չենք։ Դա առաջնահերթության վրա ծախսվեց, չգիտեմ ինչի վրա ծախսվեց, ով գնահատեց, որևէ մեկը 13 միլիարդից ինչ-որ գնահատական տվեց։ Մենք լսեցինք պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հարցադրումները, հիմա երևի ամփոփենք Տիկին Իսայան, անցնենք
գյուղատնտեսության ոլորտին։ Տեսեք, ինչպես ես հաղորդման սկզբում ասեցի, թվում է թե այս շաբաթվա ընթացքում ամբողջ մամուլը քննարկումները գնում են այս խաղաղության համաձայնագիր, թե պայմանագիր եւ այլը, տեղ, ժամ եւ այլն, ինչ ասում Ադրբեջանը, անդադ մի քանի անգամ պաշտպանության նախարարությունը հերքեց, որ որևէ կրակոց չկա, եւ այս ֆոնի վրա, բայց մենք ասել ենք, որ որպեսզի երկիրը ունենա դիմադրողականություն եւ մրցունակություն, ինքը տնտեսությունը պետք է աշխատի։ Օրինակ մեր համախառն ներքին արդյունքը, պարոն Հարությունյան, եթե չլներ մեկ շնչաժով $8,000, այլներ $28,000։ Ընդհանրապես տենց խնդիր եվրոբոնդերին զուգահեռ մենք դրել ենք, որ թռիչքաձև մենք ունենք եւ որ արդյոք դա հնարավոր էր այսպես այսպես գոտիները վերջնական սեղմելու արդյունքում թե չէ։ Եվ այդ առումով մենք տեսնում ենք, որ վերջի տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության տեսակարգշիռը կտրուկ իջել, այսօր 9%-ա, 9.5%-ա, ասես բան չի եղել։ Եվ այդ այն ոլորտն է, այո, եւ դա այն ոլորտն է, կարծեմ, որտեղ 300,000-ից ավել, մոտ 350-60,000 մարդ է այդ ոլորտում աշխատում։ Ճիշտ է, աշխատանքի արտադրողականությունը ես նայեցի, որ եթե նույնիսկ 10% գցեմ համախառն ներքին արդյունքի 1 տրիլիոն դրամը բաժանենք այդ 350,000 մարդու վրա եւ 12 ամսվա վրա, ամսական $600-700 է։ Մի մարդը դա խայտարակ, տես թիվ $600 ամիսը ստեղծի գյուղացին, դա է թիվը պաշտոնական։ Դուք ինչ կարող եք ասել, ասիկա այդքան փոքր թիվ է ստեղծում գյուղացին։ Տեսեք, ամսական $600, խնդրեմ։ Շնորհակալություն, անկեղծ ասած կուզենայի, եթե մասնագիտական ոլորտային հենց խնդիրը լիներ, զիջեի խոսքս Հարությունին, որտեվ առաջի դեպքերից մեկն է, որ իմ կողքին ապագա ունեցող երիտասարդ մասնագետ է եւ զիջեի իրան մեծահոգաբար, բայց ցավոք ծանր թիվա փորձեմ վերցնեմ այդ էլի ծանր բեռը ին վրա դրա տակից դուրս գալու որ ճիշտ մեկնաբանություն լինի։ Հերթական անգամ Արուչյան փորձեի օգնել, բայց էլի ցավոք ծանր իրավիճակ է։ Պատասխանատվություն դուք։ Տեսեք, այստեղ խնդիրը գիտեք որն է, պարոն Մերկունյան, ես չեմ ուզում միանգամից չոր ու ցամաք ասեմ, որ թվային վերլուծությունները հիմնականում սխալ է գնում, եւ եթե դիագնոստիկան սխալ է, բուժումն է սխալ, միջոցներն է սխալ։ Տեսեք, Եվրոբոնդին մի թեթև անդրադառնամ, ինչն է, լավ, եթե հեշտական անգամ պարտատոմսա, ձեր ասած վերլուծությունը թողում ենք մի կողմ, ինքնանպատակ չի լինում։ Այսինքն դրա արդյունավետության մինչև գնահատականը տալը վերջնականան պետքա կտրուկ ձևավորվի նպատակը։ Ինչ կա այդ նպատակ դաշտում, ինչ են ուզում սրանով անեն։ Բայց քանի որ 7-րդ տարին է, տեսնում ենք ինչ արվում է լրիվ առանց բացառության գնում է հակառակը տնտեսության ոչ թե քայքայմանը, այլ կործանմանը, ես առանց տնտեսագիտական բառապաշար տերմինոլոգիա կիրառելու հաստատ համոզված եմ, ես 7 տարվա փորձը հետևանքներ են, արդյունք չի։ Ու դուք կտեսնեք սրա ձայնը ոնց է դուրս գալու, ինչ է լինելու։ Ինչպես թե թռիչքաձև աճ չի գրանցվում մեր երկրում։ Երբ որ նայեք, տեսեք, հնա ձեր ասած, հնայի, երբ որ հարաբերակցությունները տարբեր տնտեսագիտական բնորոշման ցուցանիշները փորձենք համադրենք իրար հետ, ես ոնց որ արհեստական տանեն դեֆոլտի։ Երբ որ պետական պարտքը թռիչքաձև բարձրանում է եւ անընդհատ սպասարկման խնդիրը առաջանալու եւ քանի գնում է տոկոսադրույքն է բարձր է լինում ու հետևից եկող տնտեսություն չկա, եթե տնտեսությունը կենտանության նշաններ ցուցաբերեր, այդ դեպքում կասենք եկեք ընկերներ սպասենք։ Հաստատ մի բան կարող է լինի, բայց կրկին հիմնավորումներով ես ասում եմ, արդեն քաղաքաշինության ոլորտում կապված հիփոթեկային խնդիրներ են առաջանում, փակում են գոտիները, Երևանից դուրս է գալիս, դա լավորիչ չի։ Եվ արդեն հայտնի տնտեսագետներ էլ հիմնավորում են, որ գիտեք, եկամտահարկի այդ խնդիր արդեն բեռ է դառնում։ Երբ սկզբում բեռ էր, բայց լուծելի, տանելի բեռ էր տնտեսական առումով, հիմա արդեն կա սուբյեկտիվիզմ էլ արդեն։ Ներողություն, պարոն Հարությունյան, մի վարքյան։ Միտքս ավարտեմ։ Ավարտեք, ես դրան մի փոքր հակադարձեմ, ահա։ Ինչա տեղի ունենում։ Տնտեսության բոլոր ճյուղերը այսօր անկախ են իրանց հրապարակած տոկոսներին գետնի վրա այլա։
մասնավորապես գան գյուղատնտեսությանը։ Բայց ներողություն, այդ ձեր որ ասացիք հիպոթեքների մասին, ես ասեմ, որ հետո նորից ձեր միտքը չկտրվի, տեսեք։ Դա պլանավորված էր, որ արդեն մի 2-3 տարի առաջ, որ Երևան քաղաքից փուլային ձևով սկզբից առաջի 4 գոտիներից դուրս եկավ այդ եկամտահարկի վերադարձի հիպոթեկային վարկերի մասով, մարզեր միջ 27-28 եւ հեռավոր մարզերում արդեն 29 թվից ընդհանրապես դուրս է գալու։ Ժամանակին, երբ որ դա կիրառվեց 17-18 թվերին, միտքը էր, որ խթանենք սոցիալական բնակարանաշինությունը, անավարտները շինարարությունը ավարտվի, բայց դրա փոխարեն կառավարությունը որոշեց, որ եթե այստեղ եկամտահարկը հետ եմ տալի, դա մոտ 50-60 միլիարդ դրամ էր բյուջեի վրա մինուս նստում, դրա փոխարեն գույքահարկը վերեք բարձրացնեմ 4 անգամ եւ 26 թվից էլ գույքահարկը լրիվ իրաթափով բարձր 4 անգամ կմտնի ուժի մեջ, այսինքն այնտեղ իբր հիմնավորում էին, որ մենք խթանում ենք բարձր վարձատրվող աշխատավարձը իջեցնելով եկամտահարկը համահարտի 36%, 28%, 23%, հա, համահարթեցրինք, ասինքն այդքան բյուջեների թեժ գնաց, չէ, այդ 28-ի 20%-ի։ Եվ դրա փոխարեն արի գույքահարկը տանենք, հարկը դնենք, ուրեմն ըստ գոտիների ավելի թանկարժեք գույքի վրա եւ այլն, այսինքն ստեղ, որ ասում ենք, իրանք դա արդեն այդ process-ը փոխհատուցել են գույքահարկի հաշվին։ Ես համամիտ եմ ձեր հետ, որ տեսանկյուն մի վարքյան, ոչ թե վերլուծություն եմ ուզում եմ արձանագրեմ։ 2017 թվականին մենք ունենք այլ տնտեսական վիճակ, մենք ունենք այլ քաղաքական իրադրություն եւ կար նույնիսկ ես այդ ժամանակ հիշում եմ խնդիր էր դրված կոնկրետ գյուղատնտեսության առումով, որ մոտակա 5 տարին պետքա լինի ոչ միայն կայունացման, այլ նաեւ զարգացման մեծախոսություն չլինի, կոնկրետ առաջադրանք էր դրվել, որ մոտենալու ենք Իսրայելի գյուղատնտեսություն։ Գուցե մի շատերը դուք այն ժամանակ գյուղատնտեսության փոխնախարարներ այո, եւ ես հիշում եմ ինչ էր արդեն դրած խնդիրները մոտակա 5 տարում աջակցող տնտեսության մասին էր։ Հիմա գամ հետ, որ Չէ, առաջ ենք նայում։ Հիմա նայենք։ Չէ, հիմա հետ գալ իմ մտքին ես նկատի ունեմ։ Հիմա որ ես այս պահին նորից նույնը ես ասեմ, տեսեք, գյուղատնտեսության այդ պարենային անվտանգությունը, որը առաջնային է, դա այսօր վտանգված է շատ բան է, բայց տնտեսական առումով ներդրված ոչ մի կոպեկ այս 7 տարում չի բերել որևիցե արդյունավետություն, չի գրանցել որևէ արդյունքային ցուցանիշ, որ ես ներողություն խնդրեմ։ Դա է իմ մտահոգությունը։ Գիտեք, կարող են պարկ վերցնել, որ սպասարկեն, զարգացնեն, հետո հետ վերադարձնեն։ Վարկը ինքը տնտեսությունը ակտիվացնող միջոց է, բայց ոչ թե Հայաստանի վարկի նման, ես պարզ ասեմ, այդ իմ մեծերի խոսքն ասում է, վարկը փղի ձակ է, որ տուն մծրեցիր, ինքը մեծանում, հետո տունը պետք է քանդես, որ փղին դուրս անե։ Հիմա մենք այսօր կոնկրետ այդ վիճակում։ Շատ լավ։ Ես ընդհանրապես մի հաստ եմ ուզում արձանագրել։ Մեր մշակովի, առանց էլ Հայաստանի Հանրապետությունում ուղղեք ինձ, եթե սխալ բան ասեմ, 40%-ից ավելին ոչ գյուղատնտեսական պիտանիության հողեր են։ 40%-ից ավելի։ Այն ինչ որ ունենք այս հողային ֆոնդի, դրա 65-ից 70%-ը մեր փորձագիտական հաշվարկներն են ըստ մարզերի։ Դուրս է հիմա շրջանառությունից։ 4-րդ տարին է գյուղատնտեսությունը անկման մեջ է ըստ էության։ 8-րդ տարին նույնիսկ։ Չէ, որոշ ընդմիջումներով։ Չէ, միշտ սահունի չէ։ Չէ, մենք այս վերջի տարիների ընթացքում պաշտոնական վիճակագրություն էսի նկատի ունեմ, դրանից առաջ եղել է որոշ թեթևակի ընթացքում, բայց այս 3-4 տարին իրար հետևից է գալիս։ Հիմա խնդիրը հետևյալն է. գյուղացին իր հողի վրա որ չմնաց, սնուցում է ուրբանիզացիայի process-ը, գալիս է քաղաք։ Դա սնուցում է արտագաղթը, որտեղ գյուղացին իրան քաղաքում չի տեսնում, դուրս է գալիս։ Խոշորացումը լրիվ արագացրեց այս process-ները, գյուղերի խոշորացումը։ Ես կարծում եմ, որ մենք սրա վրա պիտի լուրջ ուշադրություն դարձնենք եւ տեսնենք, արդեն արել վերջացրել են ռեֆորմա։ Դրա արդյունքում ինչ են ստացել։ Ինձ մի հարց է հետաքրքրում, բոլոր համայնքներով ման եմ եկել Հայաստանի Հանրապետության, բոլոր խոշորացված համայնքներով։ Հասկանում եմ, որ իշխանամետ համայնքապետ ընտրեցին, էս արեցին,
Ասում եմ, լավ, ինձ մի ցուցանիշ ասեք։ Վերեսիք լուսավորություն, ճանապարհ սարքեցիք եւ այլ եւ այլ։ Ծնելիությունը բարձրացել է, թե իջել է։ Ընտանիքների թիվը ավելանում է, թե չէ։ Չէ, հատկապես գյուղերում դա լրիվ խոսակցություն, հեքիաթներ են։ Ահա թե ինչի մասին պետք է մենք մտածենք։ Շատ լավ, շնորհակալություն, հնարավորություն տանք պարոն Մնացականյանը եւս արտահայտվի։ Պարոն Մնացականյան, դուք ժամանակին Արցախում ազատագրված տարածքներում հացազգիների աճեցմամբ եք զբաղվում, հա։ Հիմա ձեր գործունեությունը առավել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ըստ ձեզ այսօր ինչ խնդիրներ կան առաջնային, քանի որ մեկնարկել է սեզոնը, եւ իրապես գյուղացին միայնակ է մնացել իր խնդիրների հետ։ Ես իմ օրինակով խոսեմ, քանի որ ես անմիջապ կան հենց պրակտիկ այդ ոլորտում եմ, այդ ոլորտում աշխատում եմ 2018 թվականից հետո ես հիշում եմ այսին, երբ որ հեղափոխությունից հետո գյուղատնտեսության զարգացման ծրագիրը որ ներկայացրեցին, ես ուղղակի ապշել էի, որովհետև վերջի զանգի կենաց էր ու մեծախոսությամբ դատարկ ինչ-որ փուչիկ ու արձագանքեցի, ասեց, ես ինչ եք անում, ժողովուրդ, մասնագետների կանչեք, որովհետև գյուղատնտեսությունը այնքան նուրբ, այնքան զգայուն ոլորտ է, որ իր հետ անընդհատ դու պիտի այս ոլորտում աշխատես, անընդհատ խնդիրի առաջացող խնդիրները փորձես արագ լուծումներ տալ եւ հստակ հաշվարկներ պիտի ունենաս, հստակ ցուցանիշներ, ոչ մի հաշվարկ, ոչ մի ցուցանիշ չկար։ Ու այդ հաշվարկ եւ ցուցանիշ չլինելու արդյունքը մենք տեսնում ենք այս քանի տարիներին արդեն ու ինչքան գնում է այս ոլորտի ճգնաժամային խնդիրները ավելի են խորանում, ավելի են դժվարանում։ Տեսեք, հացահատիկի աճեցումը իմ սուբյեկտիվ կարծիքով հենց աշնանացանը անցած տարվա համեմատ այս տարի կրճատվել է մոտավորապես 20-ից 30%-ով։ Ընդհանրապես, սխալ գյուղատնտեսական քաղաքականության հետևանքով ու հացահատիկը մեր պարենային անվտանգության գլխավոր բաղադրիչներից մեկն է ու պետությունը ամեն ինչ պիտի անի, որ այդ ոլորտը պահի։ Ինչ սխալարվում, որ ասում եք, սա կոնկրետ։ Կոնկրետ, հստակ, ենթադրենք, հա, ֆինանսական որոշակի հատկացումներ անում են, որոշակի սուբսիդիաներ տանում են, բայց այդ արժեշղթան երբեք չի փակվում, որ միայն ենթադրենք սերմացուի սուբսիդիա տալով դու դրանով մտածում ես գործը տարված, դա սխալ է։ Սերմացուի սուբսիդիայից բացի դու տեխնիկայի պարկի թարմացման մասին պիտի մտածես, հողերի դեգրադացման դեմ պայքարի մասին պիտի մտածես, հստակ հողերի մշակման, ցանքաշրջանառության եւ այլն եւ այլն։ Երբ որ դու այդ ամեն ինչ թողում ես բարձի թողի վիճակում եւ սերմի սուբսիդիայի ժամանակ էլ դու չես վերահսկում ներկրվող սերմը, որը էլի տարի տեղ բերում են երկրորդ, երրորդ վերարտադրության ցորեն, սովորական ցորեն կամ հացահատիկ կամ հատիկանդեղենային այլ մշակաբույսի սեր, արդյունքը ունենում ենք սա՝ տարեստարի նվազող բերքատվություն, տարեստարի հրաժարում հացահատիկային մշակաբույսերի աճեցումից եւ սենց աշճանաբար անկում դեպի հողերի աղակալում, հողերի դեգրադացում։ Հեկտարից ինչքան է միջին բերքատվությունը։ Ուրեմն 2023 թվականին 1.7 տոննա էր եղել, որը ինչ 1.6, 1.7 է, ես հիշում 1.6, 1.7, որը բացարձակ առումով, այսինքն գրեթե միջին վիճակագրական բոլոր գյուղացիները վնասով են աշխատել։ Բայց ներողություն, եկեք sense մի բան էր, պարոն Հարությունյան, դուք էլ կհուշեք տեղ, ես հիշում եմ, որ նախկինում խոսքս խորհրդային միության, չէ՞, թեկուզ դրանից հետո 90-ականների, չէ՞ որ մենք կասեք, մոտ 500,000 հեկտար ցանքատարություններ ունենք, մոտ այդ թվերը շատ բան, այսինքն չէ՞ որ համամասնությունները այլ էին եւ այսօր հացազգիների, չէ՞, ուրեմն մշակաբույսերի հացահատիկային կշիռը ընդհանուր ուրեմն ցանկատարությունների մեջ աճել է, ասինքն չէ, ասինքն եթե սրանից մի 25-30 տարի առաջ դա ավելի քիչ էր, հիմա էքստենսիվ ճանապարհով դա աճել է, բայց բերքատվությունը պետք է ասեք թե 56000 հեկտար եմ խնդրում, մի բան անպայման հաշվի առեք, 4 տարի առաջ Արցախի պատերազմից հետո մենք այն ինչ որ Արցախից ստանում ենք, սա 90000 տոննա, Արցախում ցորեն էր աճում, որը 2 անգամ էր բերք տալիս։ Եվ որակն էլ շատ բարձր էր։ Մենք չգիտես ինչի քիչ ենք խոսում սրա մասին։ Դրա համար մենք պարտադրված ենք ինքներս որոշակի ինքնաբավության աստիճանի տոննան հանենք, եթե ոչ ավել։ Ուրեմն, պարոն Մանասարյան, ձեր նախորդ մտքից ես փորձեմ դուք քանի որ շեշտեցիք մասնագիտական, ես հարգելով ձեզ ոչ թե փորձում եմ ուղղում, այլ շարունակեմ ձեր միտքը, որ Հայաստանի Հանրապետությունում անպիտան հողատարածք մենք չունենք։
Ես լեռնային շրջանների ես ուր գալիս եմ մասնագիտական տարածքի իսկ ինչ չէ այդ լեռնային տարածքներն էլ հիմնականում էլի օգտագործվել են որպես արոտներ եւ նաեւ կլիմա ձևավորող տարածքներ մեկը ոնց խորանանք Հայաստանում անպետ տարածք չկա բայց գալով ձեր մտքին հիմնականում վարելահողերը որ բազային ընդունում էին 446,000 հեկտար, հիմա դարձել է 441,300 հեկտարի կարգի զուտ վարելահողերը, որպես կատեգորիա։ Ընդհանուր տարածքը վերցրեք, արդեն իմ ասածը դրանից է։ Եվ արդեն ինչ վերաբերում է այդ վարելահողերի օգտագործման տարածքը, այստեղ նրբություն կա, ոչ թե մշակովի տարածքների, այլ վարելահողերի։ Մշակովի տարածքը այլ է։ Հիմա վարելահողերի այդ 440,000 եւ այլն այդ հեկտարից իրենց իսկ հրապարակած խճճված թվերով մոտենում են 200,000-ին։ Այսինքն տեսեք արդեն 50 դա երբ որ իրական ես գնում տեսեք հարությունը վերլուծեց ցորենի թվերը 25-30%, հələ ինքը որպես երիտասարդ շնորհակալ եմ, լավատես է։ Եթե վերցնում ենք անցած տարվանը 51,000 հեկտար բերկատու տարածք ա եղել, դրա 30-ը 15,000-ով պակաս հասնի, իշխում է 35,000, ես հնչեցնում եմ մի սարսափելի թիվ, որ Հայաստան օպերատիվ տվյալներով չեն հրապարակում, ուրիշ չեն անում։ Այնքան ցածր է արդեն, հարությունը ասած թվից էլ է ցածր, որ ուրիշ չեն անում հրապարակել։ Խայտարակությունն է, դիշնելու է 10%։ Եվ այդ եղածա ցանկերն է։ Եթե չեմ սխալվում, ժամանակին 70% ունեն։ Հեսա կասեմ։ Մկները այն աշճան են վնասել, ուրիշ չեն անում դրան նույնպես անդրադառնալ։ Հիմա իսկ ինչ վերաբերում է այդ ձեր ասած գյուղեր, խոշորացում, ժողովուրդ, ես նորություն ասած չեմ լինում, ես հակառակ տեսեք գյուղերում ինչ կար, գյուղում կար գյուղապետարան, իր աշխատակազմով։ Ընդունում ենք 10 հոգի, գյուղի բնակչությունից 10 ընտանիք ապահովված էր եկամուտով, հələ դաշտն ու անասնապահությունը թողենք մի կողմ։ Կար մշակույթի տուն, լավն էր թե վատ էր, կան կուլտուրայի, մշակույթի տան տնօրեն, կար գեղմասվար, գումար էին ստանում պետության, կար գրադարանավարուհի, կար դպրոց, կար մանկապարտեզ, խմբակներ կային։ Ու սպորտային լավ թե վատ, այդ ամեն ինչը որ գումարում եք, գոնե 50-ից 70 աշխատատեղ գյուղում, եթե կար ընդունենք 100 ընտանիք, տնտեսություն, գոնե մարդիկ եկամուտ այն ժամանակ ստանում էին պետությունից աշխատավարձ, ապրում էին, մուծում էին, այն որ ասած մի կերպ գնում են լրացուցիչ տնտեսություն էին վարում, գյուղատնտեսություն, դաշտավարություն, անասնապահություն, դա եւ տնտեսությանն էր բերում աճ, սովորական պարեն, ցորեն արտադրում ու քաղաքաբնակիներ կարողանալ օգնել։ Սրան նաեւ ավելացրած ինքը իր սպառման խնդիր ինքը ավել ծուկ էր արտադրում, որ տար մյուսին։ Հիմա ինչա կատարվել, Հարություն ջան, իմացի։ Հիմա էլ ոչ մի տոկոսով 0% մի գրամ վարկ չկա։ Բոլորը 15%-ից վար կա։ Գյուղատնտեսության սուբսիդավորման բոլոր ծրագրերը իզնից լավ գիտես, առնչվում ես միայն հարուստների համար, որոնք ֆինանսապես ապահովված են, որովհետև իրանք են կարող գրավ ապահովեն։ Եվ տեսեք, այդքան աշխատատեղը կրճատել են, փակել են այդ օջախները կրթական։ Եկեք մի հատ մեր հերոստատիտողների համար, այդ որ հարուստների համար է միայն այդ վարկը եւ գրավ։ Մի հատ եկեք པարզ բացատրեք, հասկանանք թե ի վերջո հիմա մի րոպե էլ եկեք 350,000-ի մոտ մարդ կա գյուղի ոլորտում աշխատող։ Կլինի։ Ահա, դե հիմա խնդրում եմ այդ վարկի հասանելիությունը հասկացա։ Սովորական գյուղացում։ Միտքս փակեմ ու տեսեք, բերեմ հետո դրան, որովհետև մի հատ ուրիշ լուրջ խնդիր եմ ուզում կապել դրա հետ։ Հիմա առավել եւս փոքր թիվ տնտեսություններ ունեցող գյուղերում, այդ ձև ասեմ, համայնքներում այդ 351,000-ը, եթե մենք Բաղդադենք, այնտեղ կային մինչև ասենք 170,000 հեկտարը այսքան հեկտար ունեն եւ այն փոքր տարածքներում, որտեղ ազգաբնակչությունը քիչ էր, հողային տարածքները մեծ էր։ Այսինքն մարդիկ իրանք արտադրում էին, քիչ քանակ իրանց համար պահում են պահուստ, մնացածը գնում էր երկրի բավարարման խնդիրներ, անվտանգությունը կարգավորում։ Հիմա տեսեք, փակել են,
չկան, գիտեք, դպրոցներն են փակել, գյուղապետարանը, մի հատ վարչական ղեկավար նշանակովի Ռիշչյանը մի հատ հակառակի, որտեղ երկրորդ օրը կասը դիմում են գրի գնատուն, ոչ կարող է գյուղի խնդիր բարձրացնի, ոչ գյուղացու, դա ոչ էլ իր անձնական։ Ու այդ շղթան փակել են փակելով, նշանակում է ինչ անելու, դռները կողպենք, եթե գյուղը դատարկվեց, քաղաքի տակ բոմբա։ Ու օրինակը ես բերեմ։ Պարոն Մերկունյան, հենց հիմա ահազանգերը կա, խոսել են, կապնվել են, ինչա տեղի ունեցել։ Շիրակի մարզի այն որ հայտնի աղմուկը բարձրացել է կրասար համայնքը, ժամանակին երբ որ 1, 2, 3, 4 գլուխ ընդամենը կենտանի վարակվել լինել մանր եղջերավոր թե խոշոր, բրուցիլոզը, ամբողջ, ասում եմ, կոզմը, գիշեր ցերեկ ընդեղ էր, ոնց անեն, չտարածեն, որովհետև այդ բրուցիլոզը ինքը ինֆեկցիոն զոոնոզ հիվանդություն է, սնունդի միջոցով կենտանու հետ շփվելով չմահանա մասնագետը անցնում է մարդուն։ Հիմա այդ գյուղում ոչ մի դեպք կա, ոչ 10 դեպք կա, ոչ 100 դեպք կա, ամբողջ գյուղը գրեթե մոտ 200 քանի դեպք իրանք են պաշտոնապես հայտարարել, որ այդքան գլուխ կենտանի վարակված է բրուցիլոզ։ Նախ վարակման խնդիրը չի կարող պատահել միանգամից այդ կարգի բռնկում։ Նախորդ միջոցառումների խնդիր կա, թողտվության խնդիր կա եւ նաեւ այլ գործոն կա, որը չեմ ուզում ետերով ասեմ, համապատասխան տեղը կարան վերլուծությունը ներկայացնեն։ Եվ հիմա ինչա տեղի ունենում։ Փաստի առաջ են կանգնած, եթե այդտեղ կա 90% վարակվածություն, չի բացառում մնացած շեներում, գյուղերում ավելի բարձր է։ Չի վերահսկում։ Ինչ եք սպասում։ Մենք անասնաբույժ չունենք ու չենք կրթում։ Բա ոնց պիտի լինի։ Քանի գյուղում գիտեք որ կա անասնաբույժ։ Այն ժամանակ էլ էլի անասնաբույժեր կար, բայց հիմա որտեղ կա։ Հետևողական աշխատանք։ Ուրեմն այդ գյուղի անասնաբույժը, որ հերոստատեսությամբ ասում էր սամանը բացվի գնալու են էմի երկիր, այդ անասնաբույժը այն ժամանակ այդպես արտահայտություն չէր կարող, որտեղ գիշեր ցերեկ մենք վերահսկում ենք, հիմի բոլորի ուշք ու միտքը սամանի ընկոմնա դարը, այդեն չի կարելի։ Հասկացա, բայց մենք չենք կրթում անասնաբույժ։ Հիմա ինչ եմ, ես այստեղ ուզում եմ մի խնդրանքով ազգաբնակչությանը դիմեմ, ամեն դեպքում հումկատ չօգտագործեն։ Հումկատ ընդհանրապես չօգտագործեն։ Գուցե չեմ ուզում մասնագիտական, հումկատ չօգտագործեն։ Միսը անպայման երասնեն։ Եվ այստեղ եմ ուրա պետական, որ մարմինն է մտե կարանտին սահմանը։ Վերահսկում են այդ գյուղի կատը ուրա գնում, ոնց է գնում, ուրա գալիս հասնում քաղաք։ Ես գիտեմ ուրա գնում, չեմ հնչեցնում, որ մարդկան չվնասեն։ Եվ նույնը միսը նա դարակազմիկ միտք է եկել ինձ արդեն ասել, նախագիծ է նախապատրաստում, որ գյուղի այդ կենտանիներին վարակված ենթարկեն սպանդի։ Եվ ոչ թե տեղում սպանդանոցում, որ այդքան ժամանակ ես ասում եմ, որ պետքա սպանդանոցները ունենան հատուկ օրեր, որտեղ պետքա սպանդի ենթարկվեն ոչ առողջ կենտանիները։ Իսկ ոչ առողջ կենտանի խառնվում է։ Այո, հիմա մի հատ էլ արդեն ժողովրդին հանգստացնելու համար ուզում են, որ այդտեղած կենտանին տեղափոխեն այլ տարած կիլոմետրերով հեռու, որտեղ այդ հիվանդությունը որ վարակելով գնան, էլի։ Շնորհակալություն։ Կասեն, հետո կասեն ոնց է վարակվում։ Բացի դրանից նախագիծ են նախապատրաստում, որ ժողովրդին ասում են, գիտեք, ձեր կենտանին որ մորթեն, մսի արժեքը 1300 դրամով մոտավորապես իմ ունեցած ինֆորմացիայով կվճարեն, այն 700 դրամներ կառավարությունը նախագիծ է պատրաստում, որ իբրև թե վճարի, խեք հետաձգում։ Շատ բարի։ Կներեք, բերեմ մի հատ էլ կապեմ, հետաձգում են, որ հետո չվճարեն, ասեք թարմ տվյալ եմ ձեզ ասում, Լոռու մարզում, Յաղդան, Կողես, Վարդապլուր, Կարամելի թվարկեմ համայնքները, հունիս ամիսներին տեղացած կարկուտը, որ ցորենի բերքը հավասարեցրել է գետնին, կարտոֆիլը լարվածությունը թույլատնելու համար ներկայացրել են, որ ձեզ օրինակ ցորենի ցանկատարածների վնասվածի համար հեկտարին 35,000 դրամ ձեզ փոխհատուցում կտանք, օգնություն կտանք։ Եկել է 3 օր առաջվա տվյալներով պաշտոնական նամակով մերժել են այդ համայնքի բնակիչներին, որ ոչ մի փոխհատուցում չկա։ Շատ բարի, ասինքն Վարդապլուրը Լոռու մարզի, որտեղ Աբարանի մոտ էլ կա Վարդապլուրը։ Չէ։ Լոռու մարզի։ Լոռու մարզի։ Հիմա տեսեք, հարգելի գործընկերներ, Տիկին սա տեսեք, ինչ որ ասում ենք,
խիստ քննադատական եւ իրականությունից վերցրած ուրեմն տեղեկատվություն, պրակտիկ տվյալներ, քիչ հետո մենք երևի կանդրադառնանք արդեն գյուղատնտեսական բիզնեսի, որտեղ մոտենանք գյուղացու առօրյա բիզնեսի կազմակերպման խնդիրներին։ Սա մենք ոնց որ դուք ճիշտ եք ասում, մի րոպե, ես անեմ ձեր հարցը բաց թողեցի։ Ոչինչ, հեսա մի րոպե հիշեք, այսինքն մենք սենց հիմա քննարկեցինք ոնց որ ենթակառուցվածքային ապահովումը գյուղի, գյուղացու բիզնեսի, թե պետությունը ինչ պետք է անի, ինչ չպետք է անի, որտեղ պետք է օգնի, որտեղ պետք է չխանգարի, որպեսզի կա։ Հիմա գանք քիչ հետո թե գյուղացին իր բիզնեսյան ինչ շահութաբերություն կա ընդհանրապես, միտք ունի, որ նա այդ գործով զբաղվի, հաշվի առնելով այն արտադրողականությունը, որ ես ասեցի, բայց միջև է այդ։ Ես ուզում եմ բոլորդ եմ դիմում, էլի։ Այսքան մենք գույներով ներկայացնենք, թե ինչքան վատ է, ինչ է։ Բայց ինչ որ մի բան չկա, որ լավ է անում։ Դրական։ Ինչ որ չէ, էլի, ինչ որ մի բան կա, որ անկեղծ ենք ասում, էլի, որ այս մեկը, այս մի հարցը լուծում է։ Ինչը որ չի անում, դա լավ է։ Չէ, իսկապես ես դիմում եմ բոլորի, տես չկա որ բոլոր ոլորտները խնդիր է, բոլոր այգեգործության ոլորտը, այգեգործության հետ կապված ծրագրեր արեցին, էլի թերի ծրագրեր, արժեշղթան չփակվեց ու բազմաթիվ խնդիրներ եկան։ Ծառեր են տնկվում, որոնք գալիս են ինտենսիվի տեղ, բայց ինտենսիվ տնկիներ չեն, ավանդական են, որոնք նորմալ բերք չեն տալի, որի տեսեք, այսքան պետական ծրագրեր կա այգեգործության վերաբերյալ, այսքան գումարներ է գնացել այդ ոլորտ, բայց պտուղ բանջարեղենի արտահանման ծավալները չի ավելանում։ Ես հենց դա պիտի հարցնեի, պարոն Մնացականյան, ուրեմն մինչև այս քննարկումը, պարոն Մելքումյան, փորձեցի նախարարության կայքում հասկանամ ինչ ծրագրեր են իրականացնում, ուրեմն որ թվարկեմ, մինչև երևի քննարկման վերջ կթվարկեմ։ Այսինքն ստացվում է, այդ ծրագրերը առնվազն թղթի վրա կամ էլեկտրոնային հարթակում կան, սուբսիդավորում առաջարկում է, չգիտեմ, պարբերաբար խոսվում է ներդրումների մասին այս ոլորտում, բայց ցուցանիշներով հողի վրա միշտ նվազում է, դուք էլ այո, աճ չունի գյուղացիական 1000 ներողություն։ Գյուղացիական տնտեսությունը, եթե ուզում եք չափել եւ հասկանալ, ի վերջո պիտի տեսնենք մարդու եկամուտը աճել է, թե նվազել է։ Այն դա եմ ասում։ Ամենակարևորը, ոնց ուզում եք պատտվել, ինչ ռեֆորմ ուզում եք արեք, եթե գյուղացու եկամուտը չի աճել, դուք չեք կարող ասել, որ Այսինքն ստացվում է այս բոլոր ծրագրերը անօգուտ են այն ինչ որ իրականացվում առաջարկվում։ Որ սկզբից ասեցի, իմ ասածը հենց դա էր։ Այդ ծրագրերը, որ իրականացնում են, ամբողջ արժեշղթան չի փակվում, թերիա եւ չի ծառայում։ Օրինակ, Ցորենի օրինակը բերեցի, որ միայն սերմը սուբսիդավորելով դու չես կարող հացազգիների, հացահատիկի եւ հատիկանդեղենային մշակաբույսերի աճեցումը զարգացնել։ Չես կարող, որովհետեւ դու պիտի համալիր միջոցառում անես։ Այգեգործության ոլորտում ենթադրենք 50% պետությունը փոխհատուցում է այդ այգու հետ կապված, կան կազմակերպություններ ըստ օդում կախված լուրերի, ինտենսիվ այգիների մասին, ըստ օդում կախված լուրերի, որի հետ կապված նաև ասում են քրեական գործ բացեցին, չգիտեմ ինչ գնաց, կազմակերպություններ կան, որ այգի էին հիմնում, ծախսում էին ենթադրենք $20,000, ծախսագրում էին $100,000, պետությունից ստանում էին $50,000, 30,000-ը գրպանում են, այդ $20,000-ով հիմնած այգին երբեք չի կարող այն արդյունավետությունը ունենալ, ինչ որ Ուզբեկստանը։ Վերահսկողություն չկա, միայն բնականաբար, երբ որ վերահսկողություն չկա, ոչ մի տեսանկյունից, տեսեք, կենթաների հիվանդությունների հետ կապված պարոն Հարությունյանը ասեց, գիտեք, դուք հետևել եք իմ Facebook-յան էջին։ Այս անկումներից առաջ խոզերի, քանի անգամ եմ ես Facebook-ում գրել եմ լինելով պետության քաղաքացի, լինելով կաշկանդված, քանի որ չեմ կարող բարձրաձայնել այդ հիվանդությունների մասին, բերեք միջոցառումներ ձեռնարկեք, որովհետև խոզերը անկում են, անկելու են։ Նույնը ծառերի հետ կապված հիվանդություններ կար։ Այդ ծառերի հետ կապված հիվանդությունները բակտերիալ այրվածք հիվանդության ծառեր էին ներկրել, որը խիստ վտանգավոր է, մեղուները խոշոտում են անում, կոնկրետ կարանտինա։ Խոշոր այգիներ կային, բերեցին, դրեցին։ Ներողություն էլի, ես որպեսզի հարցս պարոն Հարությունյան էլի օդում չմնա։ Տեսեք, այսինքն մենք արձանագրում ենք, որ տարեցտարի ոչ բոլորի իհարկե, բայց առավելապես մեծ կշիռ ունեցող գյուղացիական տնտեսություններում շահութաբերությունը աճելու փոխարեն ընկնում է։ Եվ դրա համար նրանց մի մասը գալիս է, ասենք, քաղաք, գիտենք, որ հատկապես մոտակա մարզերից գալիս են քաղաք, տաքսի են վարում եւ այլ ուրիշ գործերով են զբաղվում, շինարարությունում են աշխատում եւ այլն, այսինքն եւ չի երևում, որ հեռանկարում
ուրեմն ինչ որ դրական միտումներ է սպասվում, ելնելով նաև ձեր ասած այդ հարցերի, որ այդ ենթակառուցվածքային խնդիրները չի լուծվում, սպասարկող գյուղատնտեսական բիզնեսի սպասարկող, ասենք մի կոմպոնենտը լուծվում է, բայց այն մյուսները չկա, կամ երկուսը լուծվում է, 4-ը չկա։ Արդյունքում, ասինքն պետք է ամեն ինչ լինի, որպեսզի այդ հիվանդը բուժվի կոպիտ ասած։ Բնականաբար, եւ ես ուզում եմ, որպեսզի մենք նաև պարոն Հարությունյան, այստեղ մի հատ գնահատական տանք, թե ի վերջո միջին եկամտաբերությունը, ասինքն գումար, ուրեմն ապահովելը բիզնեսը ինչ պետք է տա, որ գյուղացի մնա գյուղում, որպեսզի գյուղը որպես ամրոց, որպես երկիր գոյություն ունենա։ Սա եկեք հակիրճ գնահատական տանք, որտեղ մեր հաղորդումը ես բիզնեսի տեսանկյունից մի բան էլ ասեմ, գուցե գյուղացիները նորարարությունների չեն գնում կամ գիտելիքների անհրաժեշտություն կա նորարարության դրդում է պետությունը, պետությունը բրդում է հստակ քաղաքականություն մշակելով։ Օրինակ հասարակ օրինակ բերեմ, կլիման Հայաստանում փոխվել է, բավականաչափ փոխվել է։ Եվ պետությունը կլիմայի փոփոխությանը զուգընթաց ինքը պետք է արդեն ուսումնասիրություն անի, այ գումար հատկացնի որոշակի փոքր։ Մենք ունենք բազմաթիվ փորձարարական ինստիտուտներ։ Եվ ռեկոմենդացիաներ տա։ Եվ առաջիններից մեկը հողերի զոնավորում պիտի անի։ Վերջի մի քանի տարվա մեծո տվյալները հատկացնի եւ այլն։ Եվ որոշեն, ենթադրենք այս տարածքում ինչ մշակաբույս կարելի է աճացնել, ու գյուղացիները ենթադրենք վարկային քաղաքականության եւ ինչ ծավալով, ինչ հնարավոր արդյունք։ Ամենակարևորը, ես քանի որ արտանող եմ, միջազգային շուկան պիտի ուսումնասիրել։ Օրինակ ես որպես գործարար մեր գյուղացիներն հորդորելու եմ մոտակա տարիներին խնձորի այգիներ չդնել, որովհետև Ռուսաստանում այնքան է մեծացել խնձորի այգիների քանակը, դու վաղը մյուս օր իրացման խնդիր ես ունենալու։ Եվ այլ պտղատեսակներ, որոնք ժամանակին չէին աճում, հիմա աճում են, որոնք ժամանակային լավ են աճում, հիմա չեն նորմալ բերք չեն տալիս, եւ տարբեր, ես օրինակ 42 տեսակի ոչ ավանդական մշակաբույսեր եմ աճեցրել, շատ հետաքրքիր մշակաբույսեր են, որոնք միջազգային շուկայում ունեն, կարող են իրացվել, կարող են արտահանվել։ Դրան գումարած ամենակարևորը, օրինակ ֆիզալիս եմ աճեցրել, որը արժի 12000 դրամ կիլոգրամը, ինձ մոտ իմ այգում աճեցրել եմ 120 դրամ է ինքնարժեքը, 12000 եւ 120 դրամը։ Աճեցրել եմ ֆենխել, աճեցրել եմ ֆենխել, աճեցրել եմ դայկոն տեսակի բողք, ինքը սենց երկար բողք կա, բարձրարժեք ու շատ համեղ բողքեր են, որը հիանալի վաճառվում է։ Աճեցրել եմ դիչիկո տեսակի բրոկոլի։ Պարոն Հարությունյան, խնդրեմ։ Հիմա էլի կրկին անգամ հիշատակեմ, ինչ լավ է, որ մեր երիտասարդությունը լավա տեսա ու հույսը չի կորցրել։ Շատ լավ է, այդ թվարկած բույսերը ինձ թվում է մոտակա 15 տարում, մոտակա, պատական չեմ ասում, մոտակա 15 տարին գուցե ինչ որ հետաքրքրություն բերի, որովհետև մենք այսօր ինքնասպառման լուրջ խնդիրներ ունենք։ Ինքնապահովման լուրջ խնդիր ունենք, մեր պարենային անվտանգությունը ապահովենք մեր զամբյուղը, սիսերնա, ոսպնա, ոլորնա, հացնա, ցամաք, միսնա, հավի թռչնի միսնա, խոս դրանք հետո կգնանք այդ լավագույններին հաստատ ինձ թվում է երկրում կլինի մի երաշտ լավ փոփոխություն, զարգացման տենդենսը։ Պետական մակարդակի առաջնային խնդիր եք ասում, տեսեք, պետական մակարդակ խնդրում եմ էլի, այդ իմ ամենացավոտ կողմն է, ամեն անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Երանի մի լավ բան արածել են, պարոն Մելքումյան, ես անձամբ շնորհակալություն կհայտնեի, որ լավ բան արել եք, բայց այս 7 տարում պարբերական, պարոն Մանասարյան, իջել է, այսինքն դուք պատկերացրեք, Հայաստանի Հանրապետությունում վայելահողերը ես միշտ ասել եմ, 351000 հեկտարից, ընդունում ենք ԱՎԾ-ի թվերը 10% ուռճացրած է, ընդունենք 20%, լավ, դա էլ իրանց պատասխան, բայց հիմա իջել է 209000 հեկտար։ Ըստ ԱՎԾ-ի։ Այո, օպերատիվը իրականում ավելի ցածր է, մենք հասկանում ենք։ Հիմա դուք ասում եք աղութ ալկալի հողերը, էդ էլ այսինքն փոխանակ պետությունը քաղաքականություն տանի, որ աղութ ալկալի հողերում այդ ժամանակակից ջերմոցների այդ կամ փողերը, որ կիրառում են, դնում են, ներդրում են, ուղղվածությունը տանը ոչ թե խաղողի տեղ տնեն։ Այո, այո։ Ոչ թե խաղողը Անհատների հատեն, տվեք, տեսեք ոնց են ծախսում։ ծիրանը հատեն, այդ է խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է արդեն եկամտաբերությունից առանց չափազանցության, արագ տեմպերով ավելանում են մեր գյուղացիական տնտեսությունների, գյուղաբնակների վարկերը։ Որովհետև այսինքն այստեղ չկա պետական մեխանիզմները։
Գյուղատնտեսությունը ինքը գիտեք 50-50-ա դուրս, բնություն ռիսկային է, բայց պետության հիմնական նպատակը պետք է լինի այդ ռիսկերի մեղմացումը։ Եվ պետությունը տեսեք ինչ անում։ Պիլոտային ծրագիրը, որ գյուղատնտեսության մշակաբույսերի ծախսերի ապահովագրման դերևս 15, 16, 17 թվականների KfW բանկով բերինք իրանք եկան վերցրին մի տարի հետա եղածածը, վերագրեցին իրանց, այն լրիվ սարքեցին չգիտեմ ինչ եւ իրենց իսկ ձեռքով դատարեցրեցին որոշ պարենային անվտանգության ամենակարևոր մշակաբույսերի ապահովագրման, ծախսերի ապահովագրման մեխանիզմը դարձրեցին 0, մի հատ էլ հնչեցնում են, թե գյուղացին տանում այնտեղա ցանում, որտեղ միշտ կարկուտ է գալիս։ Չի կարելի նման բան կարգտա կայանները պետք է հզորանան, ապահովագրությունը պետք է աշխատի, գյուղացին ինստինկտյան գյուղաբնակը հետ կվերադառնա իր գյուղ եւ իր հողը կմշակի մեծ սիրով ու հաճույքով։ Պարոն Հարությունյան, արդեն ամփոփենք, ժամանակը սուղ է եւ որպեսզի մեզ չքննադատեն միայն այս բացերը, հա, մատնանշելու համար, առաջարկներ, ինչ ենք առաջարկում այսօր։ Ասեմ, ուրեմն պարոն Մելքումյան, ձեր նախորդ հարցը չմնալու համար ես ասեմ, լավ է որ ինտենսիվ այգիներ են նորագույն տեխնոլոգիաներով, որպես մասնագետ, ասում եմ լավ է որ այլ բանա որ թե ոնց են տնկում։ Պետության միջոցները ոնց է վատնվում, անարդյունավետ ծախսվում։ Ես միշտ ասել եմ, ավանդականը պետքա լինի, նորագույնը զարգանա, զուգահեռ գնան, համադրելությամբ եւ հետագայում մարդը ինքը իմանա ինչ է։ Հիմա դուք տեսեք, կոնկրետ բարձրացրել են ջերմոցաշինության մեջ կամ ինտենսիվ այգիներ նորագույն տեխնոլոգիաներով հիմնելու շեմը աջակցության ասենք 5 միլիարդից դարձել են 15-20 միլիարդ։ Եվ անձամբ ես ճշտել եմ, ես մինչև մի բան չճշտեմ, չեմ արտահայտում։ Այդ ծրագրից օգտվելու համար մի շարք նախապայմաններ են պետք, հողա, ջուրը եւ այլն, եւ ամենակարևորը բանկը այդ միջոցները տրամադրում է գրավով ապահոված մի քանի տոկոս էլ բարձր լիկվիդայնությունն էլ հաշվի առած։ Այսինքն ծրագիրը կա, բայց չկա։ Պետությունը ընդամենը սուբսիդավորում է որոշակի 10%-ով։ Այսինքն միլիարդավոր գրավ ու անձամբ ես եթե գոնե մի միլիարդի գրավի խնդիր ես հաստատ ուրիշ էլի չի կարելի գյուղատնտեսության այդ ձև առանց դոտացիայի, առանց սուբսիդիայի աշխարհում ոչ մի երկրում գյուղը այստեղ լրիվ փակում են այլտեղ։ Հիմա այդտեղ մի հատ էլ ուրիշ չարիք կա։ Տեսեք շատ թե քիչ ես ընդունենք մասնագետ եմ։ Ուզում եմ այդ այգին անձամբ ինքս հիմնեմ իմ տղայի, իմ թորան, իմ եղբոր, իմ բարեկամներ, ասում են ոչ։ Պետք է համապատասխան Հարությունի ասած ընկերությունները գան, ոչ էլ օտում կախված լուրերի։ Լավ էլ իրանք են։ Պետք է իրանց միջոցով գնա եւ այն ժամանակ էլ ինքը ինչ է գալիս ասում է այն որ դու այգին պետք է հիմնեիր 25 միլիոն դրամով, հա 20% ավելանում է NDS, որտեղ այդ ընկերությունը NDS-ով աշխատելու։ Պլյուս ինքը իրան ավելացում է մի հատ էլ իր շահույթի շեմը, դուք տեսեք ուր գնացել է։ Չի կարա Ինչ ենք առաջարկում, առաջարկում ենք այս երկրում կա մի մեծ խնդիր պարտության կործանման ամեն ինչի։ Մենք պետքա կործանումը, չարիքը, պարտությունը ամենաառաջին հերթին ազգովի կանգնացնենք, հետո գյուղատնտեսությունը ես խոստանում եմ, թիմ կա, մարդիկ կան, աշխատում են, գիշեր ցերեկ կապը կա, հաստատ այդ ժամանակ հավասներս էլ տեղը կգա, կբերենք նորմալ վիճակը։ Շատ բարի, հեսա ձայն եք, այսինքն դուք միանշանակ չեք քաղաքականացնում այդ գործընթացը։ Որքան։ Այդ գյուղատնտեսության զարգացման չենք քաղաքականացնում։ Չէ, ես կարամ կոնկրետ քաղաքականացնել։ Հիմա վերջը ես մի հարց եմ տալիս ու անցնենք առաջ։ Այո։ 15 միլիարդ դրամի ընդունենք մեկը ներդրում արեց։ Քանի մարդ է այդ ինտենսիվ այգում աշխատում։ Դուք ճիշտ հարց տվեցիք, որ առումով, որովհետև դա պետությանը ոչ մի օգուտ որպես բան չի բերելու տնտեսական էֆեկտ։
դրսից եկածած բիզնեսմենը վերցնելու է շրջանառու միջոցները, ինքը տեղածած է հիմնականում արտահանելով ցածր որակը, որ դուրս չի գնում ներքին շուկայա գնալու խախտի։ Ընդամեն ասենք այդ այգում աշխատել է մի քանի ընտանիք։ Շատ բարի, Հարություն ջան, խնդրեմ հետո։ Ոնց պարոն Մնացականյան, ամփոփելով դուք ինչ եք առաջարկում։ Հայաստանը, երբ որ համեմատում ենք Իսրայելի հետ, չգիտեմ ովքեր գնացել են Իսրայել, տեսել են Իսրայելը ինչ տիպի անապատային երկիր է ու Հայաստանը ինչ պայմաններ ունի, ամենաառաջինը, ամենամեծ գանձը, մեր ջուրը, որ անիմաստ վատնվում է։ Եվ ես ասում եմ, նորմալ կամքի ցանկության դեպքում Հայաստանի գյուղատնտեսությունը կարելի է զարգացնել մի քանի 100%-ով, մի քանի տարվա մեջ, մի 10-15 տարվա մեջ 300-400%-ով կարելի է զարգացնել եւ դարձնել դրախտային երկիր, եւ թե ագրոտուրիզմի համար իդեալական երկիր է, եւ գաստրոտուրիզմի համար, իրենք սիրում են, չէ՞, տուրիզմ խթանել, եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման համար Եվ նաև երիտասարդության մասնագիտական կողմնորոշման համար, այսօր որ ագրարային համալսարան 850-900 տեղից 100-150 հոգի են ընդունում, դա ազգային անվտանգության խնդիր է, լուրջ խնդիր է, որովհետև ագրարային համալսարանը պիտի ունենա ուսանողներ, պիտի լինի գրավիչ, գյուղատնտեսությունը պիտի բոլորի համար լինի գրավիչ։ Հատկապես երիտասարդների համար չեն կարող գրավիչ դարձնել։ Հիմա Հարություն ջան, այդ որ տենց շատ լավ ժպիտով, շատ հաճելի է, որ լավատեսորեն ժպիտով դու ասում ես, այդ քո հարցադրումները ներկայացվել են պետական պատկան մարմիններին, որպեսզի նրանք արձագանքեն եւ ասեն, եկեք թուղթ ու գրիչով նստենք, այսպես նստեք մի հատ քննարկենք, քո արգումենտները, փաստարկները բեր, սա նրանք էլ հակափաստարկներ բերեն, որ ոչ, դա չի կարող աշխատի, ինչ պատճառներով եւ այլն։ Տենց եղել է երբևիցե որ ես անկեղծ ասեմ, երևի 2015 թվականից առ այսօր ցանկացած խնդիր տեսնելով, ցանկացած հնարավորություն տեսնելով, ցանկացած բան ես ուղիղ իրենց փոխանցում եմ։ Բոլոր իշխանություններն, մենք քանի նախարար ունեցել ենք Սերգո Կարապետյանից սկսած, եւ ինչպիսին է արձագանքը, Խաչատրյան Արտուր եւ այլն։ Դե արդեն པարզ է ինչպիսին է արձագանքը։ Իրոպես, դե ոնց դու 2016-17-18 թվականի, այսինքն մեր մոտեցումը անձամբ քեզ ու քո մտքերին եղել է այնպես, ինչպես հիմա, է։ Ես չեմ ասում, ես որևէ, ես ասում եմ այն ժամանակվանից մինչև բոլորի հետ, ես իմ կապը պահում եմ բոլորին, դիմում եմ արդյունք տալիս, արդյունքը ասում եմ տեսնում եք, փաստը տեսնում եք արդյունքը։ Հիմա տեսնում եք, հետաքրքիր ձևաչափ եք ընտրել, շեղվում եք դրանից։ Հիմա ես ձեզ պիտի հուշեմ, դուք ինչքան խելոք բան եք արել։ Պետություն, մասնավոր հատված, փորձագիտական հանրություն։ Հասկացաք ինչ եք արել։ Հիմա ինչի եմ ես սա ասում։ Պարոն Հարությունյանի ժամանակ կհիշեք երևի 2010, 11, 12 թվականներին մենք մշակեցինք համատեղ այսպես ձևաչափով պետություն, մասնավոր հատված եւ փորձագիտական հանրություն 2012-ից ուղղակից 12-ից 13-ից 25 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարություն ոչ հեղինակներն են զոհվել ոչ էլ այդ ռազմավարությունն է վերացել։ Կարող է արտագաղթել են։ Ներողություն, կառավարության կայք էջում այսօր էլ կարող եք գտնել։ Հիմա որպեսզի ձեր հարցերի պատասխանները համապարփակ ստանաք, ձեր խոնարհ ծառան հեղինակն է գյուղատնտեսության մասի, որը ես անպայման քննարկել եմ գիշեր-ցերեկ Սամվել Ավետիսյանի հետ, մյուսների հետ, Ծպնեսյանի հետ, մյուսների շատ կոնկրետ մտածող, պրագմատիկ մտածող պետական կառավարիչների հետ գյուղատնտեսության, որը հեշտ չի եղել, որ ասեմ, այս ժամանակ որպես ֆերմեր էի հանդես տալիս։ Այդ ժամանակ մարդիկ են եկել Հայաստան, հավատացեք ինձ, արտերկրից, որոնց Դիլիջանում ես մասնակից դարձրեցի, ասում են մեր երկրում հեչ տենց չի, որ փորձագիտական հանրությունը մասնավոր սեկտորի հետ, պետության հետ կոպիտ ասած քյալլա տա ու արդյունքում ստեղծվի փաստաթուղթ, որը դուք հաստատեք հեռանկարային զարգացման համար։ Կներեք, էլի, ես վերջացնեմ, դուք հիշեք, հա։ Մենք այս տկարամտությունից զատ ունեցել ենք նաև շատ պայծառ օրեր, ձեռքբերումներ, երբ որ միասին նստել ենք սեղանի շուրջ, մասնավոր հատվածին լսել ենք, պետությանը ոչ թե միակողմանի սևացրել ենք, այլ ասել ենք քո կարծիքը որն է։ Ինքն էլ հաշվի առել, ասել է
գյուղատնտեսության ոլորտը ձեր խոնարհ ծառայի ջանքերով իրար հետ միասին կարողացել են կայացնել։ Նայեք այնտեղ գնահատական, շրջանակային խնդիրներ եւ առաջարկներ ծրագրային հիմունքներով։ Դա ասում են նորը դա լավ մոռացվածին, բայց հին էլ չի, դեռ 25 թվականին շանս կա, որ այդ բաները, որտեղ 6 թվականների համար միջազգային փորձը հաշվի առնվել Հայաստանի բոլոր առանձնահատկությունները, հերթով բոլոր համայնքների բաները հաշվի առ։ Ուզում ասեմ, կա հույս եւ Հարությունի ժպիտը իզուր չի։ Մենք էլ եթե քննադատում ենք մի քիչ խոժոր դեմքով, այո, անպայման այդ լավատեսությունը կա եւ իր կողքին են կանգնած։ Ճիշտ է։ Եվ դա պիտի առաջ գնա։ Մի վերջի բանն եմ ուզում ասել, որ եթե ուշադիր նայեք հենց այս օրերի լրատվությանը, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ դրսում, Շվեյցարիայի նման զարգացած երկիր, Ֆինլանդիայի եւ այլ, ասում են եկեք այդ գյուղերում ապրեք, Իսրայելում ասում եք կիբուցների օրինակը ինչքան վստահ եմ գիտեք, ինչքան sense քայլ առ քայլ են գնացել, որ անապատում շենացրել են, հա։ Կարող է հայ գյուղացին, հայ պետական գործիչը եւ հայ փորձագետը անպայման կարող են այս վիճակից դուրս գալ, ամոթ է մեզ համար։ Շատ բարի։ Պարոն Մանասարյան, դուք էլ լավ օրեր հիշացրեցիք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության պետական ծրագիրը պետականորեն կառավարության կողմից հաստատվել է, ես այդ ժամանակ ֆինանսների նախարարությունում էի։ 2004 թվականի ապրիլի 14-ի կառավարության որոշմամբ գնացեք բացեք նայեք գրած էր մինչև 2025 թվականի զարգացումը, ֆինանսավորումը որտեղից, ինչ մեխանիզմով, շատ կոնկրետ ժամկետներով, պատասխանատուներով եւ մեկ էլ ես ուզում եմ ասեմ, որ այդ կառավարությունն է, քաղաքականությունն է ձեր ասած, ինչ չի, միևնույնն է, երբ որ երկրում չկա տրամադրություն դեպի լավը, պետք է փոխվի ամեն ինչը։ Եվ ավելացնեմ, որ ճիշտ է վատ բան եմ հիշելու, որ Արցախը դատարկվել է, բայց որ ասում եմ, պետք է մի լավ բան գոնե գտնենք, գտել ենք, բավականին ուժեղ մասնագետներ են եկել։ Լավ մասնագետներ են եկել։ Կարելի է իրենց պոտենցիալը ևս օգտագործել։ Իսկ ինչ մնում է գյուղացու նկատմամբ կառավարության վերաբերմունքը լավ իմացեք։ Հնուց միշտ ասել են հեքիաթների մեջ էլ, մեր տատերի պատմության մեջ էլ լինում է մի հարուստ վաճառական ու աղքատ գյուղացի։ Նենց որ կառավարություն քո ծրագրերը ինչ անում ես, գյուղացին ինքը աշխատող մարդ է, ստեղծող, դու պետք է բոլոր առումով աջակցես։ Շնորհակալ Շատ բարի։ Շնորհակալ։ Փոխենք Տիկին Իսայան, իսկապես պարոն Հարությունյան, ասեմ, որ ես էլ իմ հարազատ մտերիմ բարեկամներից Արցախում, որը զբաղվում էր հեկտարներով գյուղատնտեսական աշխատանքներով, Վաչե Ադամյանը, Մարտունու շրջանի Ճարտար հիմա քաղաքակոչում եւ դրա շրջակայքում եւ երժամանակակից գրեչկա եւ այլ տարբեր բաներ են աճեցնում, առիթ կլինի մի օր էլ մենք քննարկում կազմակերպենք։ Ուզեցի ես փաստորեն sense ուղերձը Վաչե Ադամյանի այսպես հերոստատեսությամբ փղեմ, ուզում ենք ամփոփելով ասենք, պարոն Հարությունյան, պարոն Մանասարյան եւ պարոն Մնասականյան, որ ես ինչի հարցրեցի, բա լավ, մի լավ բան կառավարությունը անում է, թե չէ։ Ես չէի ուզենա, որ մենք անընդհատ վատատեսական նոտաները անընդհատ շեշտենք, ինչքան է, բայց ինչ որ բաներ կա, որ դրա մասն էլ մենք պետք է ասենք։ Ճիշտ չի լինի, որ ասենք ամեն ինչ ի վերջո ես չգիտեմ, էլի գյուղատնտեսության ոլորտում այնուամենայնիվ ինչ որ բիզնես անում են, մարդիկ զբաղվում են, մենք պետք է կարողանանք ճիշտ համադրենք, ասինքն այդ քննական վերլուծությունը պետք է իր մեջ ագրեսիա չառաջացնի։ Ես որ ժպիտի մասին ենք խոսում, ես չեմ ասում որ ակնհայտ մենք ձգտում են նրան, որ ասենք էս ինչ է, ագրեսիա առաջացնում թող առաջացնի, բայց խնդիրը այլ բան է, որ լուծվի հարցը։ Մեր քննարկման նպատակը հարցերը վերհանելն է, ինչպես պարոն Մանասարյանը ասում է, պրոֆեսոր Մանասարյան, փորձագիտական, չէ՞, որն է իմաստը։ Հո մենք ինքնադպատակ չի, որ եկել ենք նստում ենք, ընդհանրապես քննադատում ենք, գնում ենք մեր տներով, ասում ենք մեզ նայենք, հələ տեսեք ինչքան լավ են քննադատում։ Հաստատուղթ ենք ձևավորել, կոնկրետ կա, առաջարկներ։ Այսինքն հիմա այդ ֆորմուլան, այդ որ դուք ասում եք պետություն, մասնավոր,
փորձագիտական շրջանակներ։ Ինչա անհնար է որ այսօր անեն նստեն քննարկեն, ասեն սա է լուծում։ Եթե նույնիսկ լուծման չգան, նա ասի չէ, մենք այս կարծիքին ենք, չենք ընդունում, դա էլ է արդյունք։ Ուղղակի ձևաչափը ինստիտուցիոնալ պետք է Այո, ես իրանց հետ քննարկեմ։ Չէ, ես այդ դուք չեք կլինի մյուսը։ Ամենայն դեպս ներողություն եկեք մի հատ sense մի բան էլ ասենք, էլի։ Իրանց հետ թե իրանց հետ։ Ի վերջո գյուղացին աշխատում է։ Sense տենից ինքը շփվում է այն միջավայրի հետ, որը ձևավորում է իր շուրջը։ Ասենք գյուղացին իր գյուղապետարանից նեղանում է, ասում ես քո հետ սա քաղաքական չի, տնտեսական հարցադրումներ է։ Տնտեսական կենսական խնդիր է սա։ Մենք գիտեք, որ պակասություն չի անում քննադատելը քաղաքական հարցերով եւ այլ հարցերով, բայց մենք պետքա կարողանանք ճիշտ տանենք, որ չգա նենց կոտրվի այդ տնտեսությունը, որ ինչ իշխանություն էլ գա, էլ ոչ մի բան հնարավոր չի լինի։ Շատ կարևոր է, որ ուղղվածությունը դեպի ստեղծելը լինի, ոչ թե դեպի քանդելը կամ միայն սևացնելը։ Ուրեմն նախ առաջինը ես չեմ քննադատում, ընդամենը փաստերը մեկնաբանում եմ, որ ասնեմ քննադատելուն շատ ավելի անարմար բան կստացվի, այդ առաջին։ Արդյունք եք ուզում, ես ձեզ ասեմ։ Ներողություն, պարոն Մանասյան, եւ երկրորդը, պարոն Մելքումյան, ոչ առաջի դեպքն է, ոչ երկրորդ, 7 տարվա ընթացքում տարբեր ֆորմատներով քննարկումներ այն BRICS-ից սկսած ամեն ինչով տնտեսական ալիքով առաջարկներ գրավոր, բանավոր, ամեն ինչ արվել է։ Իրանք հատուկ նստած մոնիտորինգ են անում, մենք ինչ ենք ասում։ Շատ լավ, բայց իրանք այսօր ոչ մի լավ, հաստորեն լավատեսորեն, որ ուզենանք այս հաղորդումը ավարտենք իմ կողմից, այս տարի ես սպասում եմ, որ բերքի առատ տարի է լինելու, բնությունը դա ցույց է տալիս, եւ սրտարության ռիսկը համեմատած մեղմացել է, ոնց զգում եմ մենք այս տարի իրան ունենալու ենք լավ ենք։ Բայց եմ ասում մի լավ բան ասա։ Այդ կառավարությունը բացարձակ մի լավ բան ասա։ Մի լավ բան, մի հատ էլ ասեմ։ Ես էլ ասում եմ երաշտ երկիր։ Ես էլ ասում եմ։ Մի հատ էլ ծրագիր են դարակազմիկ տնտեսությունը վերականգնող արե մեղվաբուծության զարգացումն է, մեղը շատ ենք ունենալու։ Լավ է, պարոն։ Այսինքն դու շատ հետևում ես։ Լավ օրինակ կա։ Լորիբերտ համայնքը շատ լուրջ համայնք է եւ կայացել է եւ կարողանում առաջ գնա։ Մի հատ բայց կա ստորակետ դնելուց հետո։ Այդ համայնքի նախկին բնակիչներից մեկը բավական բարձրաստիճան պաշտոնյա է։ Ինքն է տեր կանգնում այդ համայնքին։ Հիմա ամեն մեկին կծեք մի համայնք խոշորացված, թող առաջ գնա։ Էդ էլ ձև է, էդ էլ ֆորմուլա։ Նեո ինստիտուցիոնալ բան կարող է լինի, թող անեն։ Ցանկություն լինի անելու։ Շատ բարի տիկինեսյան, մենք ամփոփում ենք արդեն, փաստորեն տարբեր կարծիքներ վերջում միջև տաքացան, արդեն լավատեսական նոտաներ այնուամենայնիվ հնչեցին, կախված բնական կլիմայական պայմաններից։ Դե ինչ սիրելի հայրենակիցներ, տեսակ որ քննարկումը անցավ տարբեր ծալքերով, տարբեր երանգներով, կառավարության դերակատարությունը այսպեսին է թե այնպեսին չի, բնակլիմայական պայմանները ոնց են, նորարարությունը ոնց է, բիզնեսի շահութաբերությունը ոնց է, ի վերջո սա կյանքն է։ Ասենք մենք հո չենք հրաժարվում ասում, այս փուլում եղել է այս իշխանությունը, մենք տեղ չենք ապրել ենք։ Ինչ իշխանություն ուզում ալնի թե չլինի, մենք ապրում ենք այս փուլում, այնպես որ սպասենք, ուղղակի մենք պետք է սպասենք, հետևենք ու մասնակից ելնենք դեպքերին ու զարգացումներին։ Շնորհակալություն, ես էլ իմ հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր գործընկերներին։ Շատ ճիշտ մատնանշեցիք պրոֆեսոր Մելքումյան, որ բացի քննադատություններից ճիշտ է նաև առաջարկներ հնչեցնել եւ ուրախ եմ, որ մեր տաղավարում մասնագետները հենց առաջարկներով, նախադեպերով, պրակտիկ օրինակներով ցույց են տալիս, որ սրա հնարավորությունը կա։ Այս դեպքում կարծում եմ մնում է կամքն ու ցանկությունը, բայց մի հետաքրքիր հանգամանք այսօր քննարկման ընթացքում, որ այսպես սևեռեցի ուշադրությունը, դա վերաբերում էր սոցիալական արդարության սկզբունքի բացակայությանը նաև գյուղատնտեսության ոլորտում, որը անկեղծ պիտի ասեմ, այդպես շատ ավելի ինձ մտահոգությունների տեղիք տվեց, որովհետև եթե կան այս ծրագրերը, բայց սրանք հասանելի չեն բոլոր գյուղատնտեսների համար, ես համարում եմ, որ կառավարությունն ու պետությունը ձախողել է այդ ծրագրերում։ Թերևս այսքանը, շնորհակալ ենք ևս մեկ անգամ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթերում պրես կենտրոնն էր, կհանդիպենք։